Սիրելի հայրենակիցներ, ես իզուր չէի ձևակերպել իմ հարցը Տիկին Ջուլհակյանին, որովհետև իսկապես շատ կարևոր է, որ հանրությունը տեղեկացված լինի, թե ինչպես են ընտրությունների արդյունքում վերաբաշխվում մանդատները եւ ինչքանով կարևոր է մասնակցությունը եւ ինչքանով կարևոր է նաեւ վավեր քվեների ձայները։ Եւ որպեսզի ես ավելի մանրամասն փորձեմ շատ ավելի օրինակներով բացատրել, ես բերեմ օրինակներ։ Ենթադրենք, օրինակ, հա, մենք շատ լավ գիտենք, որ ասենք ԿՊԻ-ին ձայն ունի 300,000 ձայն։ Սիրելի հայրենակիցներ, ենթադրենք ինչ-որ թիվ 300,000 մարդ հաստատ որոշել է ձայնը տալ ԿՊԻ-ին։ Մասնակցեց 1,200,000 ընտրող, ենթադրենք։ Վավերը նրանցից 1 միլիոն, այսինքն 200,000 մասնակիցների անվավեր սարքեց իրեն թերթիկը, որևէ մեկին չվստահելով, որևէ մեկին ձայն չտալով։ Այդ դեպքում Նիկոլը ԿՊ-ն կստանա 30 մանդատ, 101-ի փոխարեն 100 եմ հաշվարկում, տոկոսը որ ավելի հեշտ լինի։ Ստանում է 30 մանդատ, բայց եթե մասնակցում է 1 միլիոն եւ 1 միլիոնն էլ վավեր, կներեք, վավերի դեպքում շատ ներողություն, եթե վավերը 1 միլիոնը 30, բայց եթե ասենք օրինակ մասնակցում է 1 միլիոն, վավերը 1 միլիոն, էլի 30 մանդատ է ստանում ԿՊ-ն։ Այսինքն 200 մասնակցի քվեն անվավեր քվեն որևէ կերպ չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Եթե մասնակցում եք ու որևէ մեկին ձայն չեք տալիս, անվավեր եք սարքում, դա նույնն է, թե չեք մասնակցում։ Հաջորդ օրինակը։ Ենթադրենք նույն 300,000 ԿՊ-ի ձայնի պարագայում մասնակցում է 1 միլիոն, վավեր է 1 միլիոն։ ԿՊ-ն ստանում է 30% մանդատ, այսինքն 30 մանդատ, բայց եթե մասնակցում է 600-ը, ԿՊ-ն իր 300-ով նորից նույն մասնակցությունը, այդ դեպքում ստանում է 50 մանդատ։ Այսինքն, սիրելի հայրենակիցներ, մենք պետք է սա շատ լավ գիտակցենք, որ կարևոր է մեր ոչ միայն մասնակցությունը, այլ նաև մասնակցության արդյունքում որևէ քաղաքական ուժի ձայն տալը։ Դա նույնն է, եթե չենք մասնակցում կամ չենք գնում վավեր ձայնի, այս դեպքում տեսեք, ԿՊ-ի ձայնը նույն իր կողմ ձայների արդյունքում 20 մանդատով ավելացավ։ Այսինքն դա նույնն է, թե մեր չգնալով կամ որևէ մեկին վավեր ձայն չտալով ավելացնում ենք ԿՊ-ի մանդատների քանակը։ Հիմա այսինքն պետք է մասնակցել եւ ձայնը տալ որևէ քաղաքական ուժի, իհարկե ընդդիմադիր ազգային պետականամետ քաղաքական ուժի։ Դուք հաճախ եք հարցնում, թե արդյոք օրինակ Նիկոլը չի հասկանում, որ իր այս կամ այն քայլը, այս կամ այն վարքագիծը վարչապետին ոչ հարիր վարքագիծ, խոսք ու պահվածք չէ։ Շատ լավ էլ հասկանում է սիրելի հայրենակից։ Իր նպատակը մարդկանց մոտ հիասթափություն առաջացնելն է, ընտրություններով որևէ բան փոխելու նկատմամբ վստահության վրա ազդելն է։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ընտրողը գնալու է եւ ընտրելու է իրենց։ Նրանք աշխատում են այդ վարքագծով մյուսների չգնալու կամ գնալու դեպքում ոչ մեկին չընտրելու ուղղության վրա։ Իսկ ինչու են այսքան ուզում վերընտրվել։ Իհարկե կասեք ցանկացած իշխող ուժ դա ուզում է, բնական է, բայց դա նաև իրենց օդ ու ջրի պես պետք է, դա իրենց համար կյանքի ու մահու խնդիր է։ Իրենք խոստացել են ինչ որ բանի դիմաց, ինչ որ խոստումներ ադրբեջանական տանդեմին եւ իրենք ոչ մեկը քան ուրիշը, իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է սպասվում այդ խոստումները չկատարելու պարագայում։ Լավ, այսքան նարեցիք, էլ ինչ եք խոստացել Ալիևին, որ նորից վերընտրվելու այս խնդրի առաջ եք կանգնել եւ առաջ եք քաշել, պատերազմ կլինի, եթե չանենք թեզը։ ԿՊ-ն նոր չի առաջ քաշել պատերազմ եւ խաղաղություն թեզը, դա իրենց ծրագիրների սկզբան է։ Նախ պատերազմ, հետո արդեն պատերազմով վախեցնելով խաղաղություն խոստանալու դիմաց ադրբեջանական պահանջների հերթով, կարգով կատարում, սա է իրենց ծրագիրը։ Այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ պատերազմ սկսվի։ Արցախը Հայաստանը եւ վերջ կոչ, հարաբերությունների հետևողականորեն փչացում Իրանի, Ռուսաստանի հետ, հայկական բանակը չի պաշտպանելու Արցախը ուղերձ Ադրբեջանին, հայոց բանակի հեղինակազրկում, հայրենասիրության, հերոսության գաղափարների խեղաթյուրում ու արժեզրկում։
Այս իշխանությունը ոչինչ չարեց, որ պատերազմում հրադադարը շուտ կնքվի, որ զոհերը քիչ լինեն։ Հայոց բանակը հետ քաշվեց այն տարածքներում, որոնք գտնվում էին փաշինյանական հսկողության տակ։ Մենք կունենայինք նույն արդյունքը առանց այսքան զոհերի, բայց մեզ դավաճան կասեին, իսկ Շուշին պետք է հանձնեինք։ Սա էր Փաշինյանի մեկնաբանությունը հենց այստեղ ազգային ժողովի ամբիոնից։ Այս իշխանությունը ոչինչ չարեց, որ պաշտպանություն իրականացվի։ Դեռ ավելին, ադրբեջանական զորքը հաջողությամբ մխրճվել է, զարգացրել է հարձակումը, հաջողություն է գրանցել շրջանցելով Արցախի պաշտպանության բանակը, հասնելով մի ուղղությամբ Շուշի, մյուսներով ՀՀ տարածքներ, սահմաններ, գրավելով մեր ռազմավարական կետերը այն տարածքներում, որոնք գտնվել են ՀՀ իշխանությունների պատասխանատվության տիրույթում։ Հայելային հետքաշման անվան տակ ՀՀ սուվերեն տարածքի կարևոր բարձունքներից հայոց բանակի հետքաշում, ադրբեջանական զորքի առաջխաղացում ու մինչև օրս այդ դիրքերում ամրապնդում, դեռ ավելին առանց կռվի նոր բարձունքների կրկին հանձնում։ Սա իրականում միակողմանի զիջում է, նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջների խախտում։ Եթե այս ամենը նախապես պայմանավորվածություն չէ, խոստացածի կատարում չէ, ապա ինչու մինչև հիմա գոնե մեկ անգամ չի հնչեցվում ադրբեջանական զորքերը հայկական սուվերեն տարածքից հանելու պահանջ։ Ու խոսում ենք Ադրբեջանի խաղաղություն պահելու պատրաստակամության մասին, այդ ինչ խաղաղություն է, երբ իր կրծքին կպցրած քարտեզի ամբողջական տարածքն անգամ այսօր մեր հսկողության տակ չէ, օկուպացված են մեր երկրի սահմանները։ Հիմա արդեն ԿՊ-ն հստակ անցել է, ասեք կանենք կարգախոսին։ Իհարկե այս դեպքում ասողն Ալիևն է, անողը ԿՊ-ն ու Նիկոլը։ Ալիևը պահանջում է սահմանադրության փոփոխություն, ասում են կփոխենք։ Պահանջվում է հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ասում են կհրաժարվենք։ Պահանջում է գյուղատնտեսության սփյուռքի նախարարությունների փակում, փակեցին։ Հարձակում հայ առաքելական եկեղեցի, ազգային ուժերի, նրանց կալանավորման վրա, որովհետև նրանք այն ուժերն են, ովքեր իզորու են մարդկանց համախմբել այս իշխանություններին հեռացնելու համար։ Ասում է 300,000 ադրբեջանցի պետք է բնակեցվի Հայաստանում, չեն մերժում, չեն հակադրվում, դեռ ավելին, իրենց վարած քաղաքականությամբ ամեն ինչ անում են, որ մարզերը դատարկվեն, որ ադրբեջանցիների համար տեղ բացեն։ Փաստեր, ամբուլատորիաների փակում, մարզային հիվանդանոցների փակում մեկը թողնելով, սահմանապեր սահմանապահ գյուղերի 229 դպրոցների փակում կառավարության որոշմամբ Պուպուշ վերնագրի տակ։ Մարզային բուհերի փակում 3 տարվա մեջ նոր ընդունված բարձրագույն կրթության օրենքով։ Սիրելի հայրենակիցներ, ԿՊ-ի ու Նիկոլի վերարտադրությունը իրենցից շատ Ալիևին է պետք, որովհետև նրանցից շատ ուրիշ ոչ մի ուժ չի համաձայնի կատարել այն հակազգային հակապետական ծրագիրը, որ ուզում են իրենք։ Միայն 300,000 ադրբեջանցիների մեր երկրում բնակեցումը մի քանի տարի հետո արդեն կբերի ընտրողների մեջ նրանց մեծամասնության ու նիկոլիզմի 002-ի թեզի համաձայն նրանք կդառնան մեր երկրի տերը։ Հիմա պարզ է, չէ, որ Ալիևն ավելի շատ է ուզում ԿՊ-ի վերարտադրությունը։ Սիրելի հայրենակիցներ, այս ընտրությունները Հայաստանը թրքացնելու կամ հայկական իշխանությունը պահելու մասին է։ Այս ընտրությունները մեր սահմանադրությունն ունենալու կամ Ալիևի թելադրած սահմանադրություն ունենալու մասին է։ Այս ընտրությունները մեր երկրում մեծ տեր զգալու կամ ադրբեջանցիների կամակատար ղեկավարություն ունենալու մասին է։ Պետք է մասնակցել ընտրությանը։ Պետք է ընտրել ազգային, պետականամետ, ընդդիմադիր ուժի և շանս չստալ ԿՊ-ին Ալիևի ներկայացուցիչներին վերընտրվելու։ Ընտրեք երկիրը այս մարտահրավերներից հանելու իրատեսական ծրագիր ունեցող, այդ ծրագիրն իրականացնելու կարողականություն ունեցող ազգային պետականամետ ուժի։ Եվ մենք կազատվենք հակազգային այս ուժից։ Միասին կարող ենք։